Բարև ձեզ, հարգելի գյումրեցիներ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այս ձայնային հաղորդակցությունը ուղղված է կոնկրետ գյումրեցիներին։ Սիրելի գյումրեցի, տասնամյակներով քեզ խոսումներ են տվել, գալիս էին, խոսում էին զարգացումից, նկարվում էին ավերակների ֆոնին ու հեռանում, իսկ Գյումրին մնում էր նույն ցավով, նույն գործազրկությամբ, նույն անարդարությամբ։ Իմ առաջնորդությամբ մենք Գյումրիի համար խոսում ենք ոչ թե լոզունգներով, այլ կոնկրետ ծրագրերով։ Գյումրիում ստեղծվելու է թեթև արդյունաբերական մեծ կենտրոն, գարի, տեքստիլի, կոշիկի, կահույքի, շինանյութերի արտադրությամբ։ Գյումրեցի երիտասարդ այլևս չի մեկնելու արտաքին աշխատանքի իր ընտանիքը պահելու համար։ Գործարկվելու են պետական մասնակցությամբ գործարաններ, որտեղ առաջնահերթ աշխատանքի են ընդունվելու գյումրեցի երիտասարդները, զոհված ու հաշմանդամ զինվորների ընտանիքի անդամները, երկար տարիներ գործազուրկ մնացած քաղաքացիները։ Գյումրին դառնալու է Հայաստանի հյուսիսային տեխնոլոգիական կենտրոններից մեկը։ Բացվելու են անվճար ուսումնական կենտրոններ, ծրագրավորման, ինժեներիայի, արհեստների ու արտադրական մասնագիտությունների համար։ Ինչպես ես իմ նախընտրական ծրագրում նշել եմ, ստեղ ևս նորից ասում եմ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները տեղափոխվելու են Գյումրի։ Լուծվելու է տնակների հարցը, ոչ թե հերթական կեղծ ծրագրերով, այլ պետական պարտադիր ծրագրով։ Տասնամյակներում տնակում ապրող մարդը պետք է վերջապես ապրի մարդու նման պայմաններում։ Իհարկե, բնակարանը ստանալու հետ անմիջապես քանդվելու է, ոչնչացվելու է այն տնակը, որտեղ որ մնում է մարդը մինչև այդ, որպեսզի բացառվի քաղաքացու վերադարձը նորից այդ դոմիկները։ Վերակառուցվելու են Գյումրիի բակերը, փողոցները, ջրագծերը, լուսավորությունը, կոյուղին։ Անպայման վերակառուցվելու է և վերականգնվելու է իմ կողմից շատ սիրված և գյումրեցիների կողմից շատ սիրված հայտնի բալկոնը։ Եվ այդտեղ տեղադրվելու են այդ ֆիլմի գլխավոր հերոսների արձանները Գայլա Նովենցի, Ֆրունզիկ Մկրտչյանի և Ազատ Գասպարյանի։ Մենք ոչ թե ընտրություններից ընտրություն ասված լցնելով, այլ ամբողջական քաղաքաշինական ծրագրերով ենք անելու այս ամենը։ Գյումրիում ներդրվելու է հարկային արտոնությունների հատուկ ռեժիմ, որպեսզի ներդրողը շահագրգռված լինի արտադրություն բացել հենց Գյումրիում։ Գյումրեցի թոշակառուն չի ապրելու ողորմությամբ։ Քաղաքում գործելու է սոցիալական անվճար բժշկական կենտրոններ, տեղորայքային աջակցություն, մենակ տարեցների խնամքի ծրագրեր։ Աջակցություն է տրվելու Գյումրիի մշակույթին, արվեստին, հումորին ու ինքնությանը։ Գյումրին պարզապես քաղաք չի, դա հայկական ոգու առանձին աշխարհ է։ Մենք չենք եկել Գյումրիից ձայն խնդրելու, մենք եկել ենք Գյումրիի հետ միասին պետություն կառուցելու։ Գյումրեցին գիտի, երբ մարդը խոսք է տալիս, պետք է տղամարդու նման պահի այդ խոսքը։ Մարդու բենից է խոսքը հել է, ուրիշ տեղից խոսքը չի հել է։ Իմ առաջնորդությամբ Գյումրին այլևս չի լինելու մոռացված քաղաք։ Գյումրին դառնալու է արևային Հայաստանի հպարտությունը։ Եվ գյումրեցին մեկ մարդու նման, անկախ այդ օրը տրամադրություն ունի, չունի, կինա, տղամարդ է, վատառողջ է, չգիտեմ, Զադիգի է, Ադամ Հադիգի է, թե ինչ է, ամսի 7-ին պարտադիր մեկ մարդու նման ցանկացած գյումրեցի պիտի գնա ընտրատեղամաս եւ իր ձայնը տա դոգին։ Իր ձայնը տա դոգին, որպեսզի դոգը գա եւ իրականացնի այն ինչ որ ասել է, այն ինչ որ խոսք է տվել։ Դոգի խոսքը խոսք է։ Սիրով եւ հարգանքով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։